Հիմնադիր խորհրդանի անդամ Կարո Եղնուկյանին առաջադրվել է այնպիսի մեղադրանք, որում չեն մեղադրվում նույնիսկ Սասնա Ծռեր խմբի անդամները։ Կարո Եղնուկյանին ասում են, որ նա օժանդակել է Պավել Մանուկյանին, որպեսզի պատանդներին երկար պահի, բայց Պավել Մանուկյանին, երբ որ մեղադրանք են առաջադրել, չկա առաջադրված մեղադրանք, որ նա ոստիկան պատանդներին փորձել է երկար պահել։ Սասնա Ծռերին օժանդակելու համար բացի Կարո Եղնուկյանից եւս 15 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից միայն հիմնադիր խորհրդանի անդամ Ալեգենի Կոմշյանն է ազատության մեջ։ Նա մեղադրվում է Սասնա Ծռեր խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի հետ անընդմեջ կապ հաստատելու համար։ Իբր դերեկություն եմ տվել իրավաբան մարմինների ԲԲՑ գնդի տարածքում իրավաբան մարմինների դերաշարժերի մասին։ Պատկերացրեք, որ ես պետք է կոնկրետ դերեկություն տամ, ասեմ, որ այսքան զրահամեքենա ես իմ աչքերով տեսել եմ, որ այսինչ փողոցից ուղղում են դեպի այս փողոցը, մյուս կողմից այսքան սնայպեր բան է եղել, բարձրացել է այսինչ շենքի, այսինքն անհետեթություն չէ, արդեն ծիծաղելի է։ Ալեգենի Կոմշյանը չի հերքում, որ մի անգամ Սասնա Ծռեր խմբի անդամներին տեղեկացրել է, որ բարեկապահական ծառայության գնդի շուրջ ոստիկանական կուտակումներ են։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով այդ պարագայում պետք է մեղադրանք առաջադրվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանին, որովհետև նա նույնպես տեղեկություններ է հրապարակել։ Քրեական հետապնդումների փաստը դա միանշանակ քաղաքական հրահանգի հետևանք են եւ խափանման միջոցը կալանքի ընտրությունը նույնպես հանդիսանում է ակնհայտ քաղաքական հրահանգի արդյունք։ Հուլիսի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ըստ պաշտոնական տվյալների բերման է ենթարկվել 367 քաղաքացի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 675 քաղաքացի։